Ռուսաստանի նախագահն այսօր նախքան ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը երկկողմ հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումների օրակարգում Բաքվի եւ Երևանի հարաբերությունների կարգավորման հարցն է։ Մոսկվայում ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի երեկվա նիստի շրջանակում Հայաստանը չի միացել Եվրասիական անվտանգության ապահովման սկզբունքների եւ միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության վերաբերյալ հայտարարություններին։ ԱՊՀ մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները մոսկովյան նիստում ընդունած համատեղ հայտարարությամբ դատապարտում են միակողմանի պատժամիջոցները, հորդորում զերծ մնալ նման քայլերից։ Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտարարում է, նախագահ ընտրվելու դեպքում առանց Կիևի Մոսկվայի հետ չի բանակցի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի կնքման ուղիները գտնելու համար։ Ուկրաինան պետք է խոսքի իրավունք ունենա իր ապագան որոշելու հարցում, ասել է Հարիսը։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլա խմբավորումը Լիբանանի տարածքից 190 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելական բանակն ուժեղացրել է հարձակումները։